Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ ճանապարհ հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղությունից գրեթե 3 ամիս անց դեռևս օթում է հարցը։ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահի, մաքսավորի կամ ոստիկանի երես տեսնելու են արդյոք։ Հիշենք, այս ձևակերպումը Ալիևն էր նախքան օգոստոսի 8-ի գագաթնաժողովն ասել, թե ադրբեջանցիները հայերի երես պետք է չտեսնեն մեջբերում, ֆիզիկական շփում պետք է չլինի, երաշխավորված անվտանգության միջոցներ պիտի լինեն, որպեսզի ժողովուրդը եւ բեռները ազատ անցնեն, մեջբերման վերջը։ Եվ այս հայտարարությունից 18 օր անց Փաշինյանի ու Թրամփի հետ ստորագրություն թողեցին ամերիկյան հռչակագրի տակ, որի երրորդ կետով էլ Ադրբեջանի համար առանձնացրել էին անխոչնդոտ ճանապարհ, Հայաստանի դեպքում փոխադարձ առավելություններով ձևակերպումները։ Հիմա խաղաղության նախակնքումից միայն 87 օր հետո մեր երկրի խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, թեպետ ասում է մաքսային ու սահմանային կարգավորման հարցերը դեռևս պետք է բանակցվեն, այնուամենայնիվ նաև ընդգծում է անխոչնդոտ չի նշանակում, որ Հայաստանը բեռներ ու փաստաթղթեր չի ստուգելու։ Անխոչնդոտ բառի բազմազան մեկնաբանություններ կան, բայց դրա ամբողջ տրամաբանությունն այն է, որ Հայաստանը չի ստեղծելու որևէ խոչընդոտ, արհեստական խոչընդոտ Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան անցման համար։ Անխոչընդոտ չի նշանակում, որ Հայաստանը չի ստուգելու բեռները, չի ստուգելու փաստաթղթերը եւ այլն։ Դա դրա մասին չէ։ Խանդանյանը հիմնավորում է խոսքը հղում անելով միևնույն պարբերության այն հատվածին, որտեղ էլ գրված է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իր ձևակերպմամբ հատկապես իրավազորության մասին։ Ուստի պնդում է, սա նշանակում է, թե հայկական վերաբերելի բոլոր օրենքները գործելու են Ադրբեջանից Նախիջևան անցման ժամանակ։ Փորձագիտական դաշտում, սակայն, մտահոգություններն այսպիսով չեն փարատվում։ Միջազգայնագետի հարցն էլ, իսկ ասենք հայ ոստիկանը օրինակ կարող է ադրբեջանական մեքենան կանգնեցնել, ստուգելու փաստաթղթերը եւ օրինակ մեքենայի պարունակությունը ասում է արհեստական խոչընդոտ, սա չի կարող համարվել, բայց արդյոք տեղավորվում է նույն իրավազորության տրամաբանության մեջ, այլ օրինակ էլ է բերում։ 10-14 մեքենա քաղաքացիականներ նստած ադրբեջանցիներ անձնագրային տվյալներով ուզում են հատել Հայաստանի սահմանը, հատում են եւ ճանապարհի կեսին, ինչպես Շուշիի ճանապարհն են փակում, ինչ որ ակցիա են իրականացնում։ Թեկուզ խաղաղ ակցիա, բայց այդ ինֆրաստրուկտուրայի ամբողջ երթևեկությունը կանգնում է, խաթարվում է բնական հոսքը, առաջանում են խնդիրներ ու այս պարագայում օրինակ հայկական կողմը ինչ գործիքակազմում մեխանիզմներ ունի նման իրավիճակներում գործելու։ Հայաստանի տարածքով անցնելիս խոչընդոտներ չունեն մեր երկու հարևանները Վրաստանն ու Իրանը, բայց նրանց հետ այս պայմանը հատուկ որևէ տեղ չենք ձևակերպել, ներքևում ստորագրություններ չենք թողել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը սա պայմանավորում է այն հանգամանքով, որ երկու երկրների հետ նաև կոնֆլիկտ չենք ունեցել։ Միջազգայնագետը հարցնում է, այսինքն եթե կոնֆլիկտը հաղթահարում են, պայմանագրերի մեջ անպայման առանձնացնում են արդյոք անխոչընդոտ բառը։ Մասնագետի պնդումն է աննախադեպ իրավիճակ է։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա չեք գետ մեկ պետություն, որը իր հարևան երկրի հետ կոնֆլիկտ ունենալուց հետո, եթե հայտարարի են եկել, խաղաղություն է հաստատվել, ճանապարհները տրամադրելիս հատուկ ինչ-որ կետ նշեն իրենց ներպետական օրենսդրության մեջ կամ պայմանագրային ձևաչափով, որ իրենք անխոչընդոտ ճանապարհ են տրամադրելու։ Սյունիքի թրիփից Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղուց ի դեպ էական նորություններ չկան։ Մարզերի հետ աշխատանքին էլ չեն հասել։ Դեռևս միայն քննարկումներ են Երևանում։ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ հայ գերիների ճակատագիրը կախված է ոչ թե իրավական, այլ քաղաքական ու դիվանագիտական լուծումներից։ Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հնարավոր է նրանց ազատ արձակումը խաղաղության գործընթացի եւ միջազգային գործընկերների ներգրավման միջոցով, ինչպես դա եղել է նախկինում քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում անկախ ադրբեջանական դատական որոշումներից։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Բաքվում ապօրինի կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանը կնոջ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով շնորհավորական ուղերձ է հղել նախաձեռնության համայնքին։ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին ու աջակիցներին, հիշեցրել, որ Ավրորան ստեղծվել է Հայաստանում, նպատակ ունենալով տարածել շնորհակալությունը գործով գաղափարը։ Իսկ 2024-ին Երևանում բացված Ավրորա Մարդիգանյանի հուշակոթողը դարձել է նախաձեռնության խորհրդանիշը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Այս մասին Օրբելի կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ հայտնել է Փաշինյանը, նշելով, թե խաղաղությունն անծանոթ միջավայր է երկու երկրների համար։ Նրա խոսքով չպետք է մոռանալ պարտությունը, բայց չպետք է նաեւ դառնալ պատմությունը վերարտադրող։ Եվ 30 եւ ավելի տարվա
սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչը անջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել։ Եվ հետեւաբար այս դրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում։ Արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, եւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք։ Համաշխարհային ասպարեզում Ադրբեջանը ներկայանում է որպես խաղաղության կողմնակից, սակայն երկրի ներսում պատկերը շատ տարբեր է։ Դեռ օրեր առաջ էր այս մասին նահազանգում ադրբեջանցի փորձագետ Ինգիլաբ Գուլիևը, ով ի դեպ որպես հայերի հետ հաշտեցման օրակարգի եզակի կողմնակիցներից մեկը տեղ չունի ադրբեջանական հասարակությունում, ապրում է երկրի սահմաններից դուրս։ Եվ ահա շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկի հետաքննությունը չորփաստեր այն մասին, որ Բաքվում գործող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքին ֆինանսավորում է երկրի նախագահականը, այսինքն ոչ թե մի հերթական հասարակական կազմակերպություն է, այլ մի ամբողջ պետական ծրագիր։ Փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել եւ ֆինանսավորել է միջազգային արշավ, ներկայացնելով այն որպես հումանիտար նախաձեռնություն։ Սակայն իրականում այս նախագիծը պարունակում է տարածքային նկրտումներ եւ ուղղված է Հայաստանի նկատմամբ հնարավոր պահանջների ներկայացմանը։ Նախագահի վարչակազմն անմիջականորեն ֆինանսավորել եւ վերահսկել է արշավը, կազմակերպելով համաժողովներ, բարձելով հաղորդակցության խորհրդատուներ եւ պատրաստելով հաղորդագրություններ։ Ֆայլերում անունները, ամսաթվերը եւ պայմանագրերը համապատասխանում են հրապարակայնորեն հասանելի գրառումներին։ Կոնկրետ օրինակով հետաքննվող լրագրողի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ապացուցում են 2023-ի դեկտեմբերի 5-ից 6-ը Բաքվում անցկացված համաժողովը, որը այսպես կոչված Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատի վերադարձի ապահովումն է, գլոբալ համատեքստ եւ արդար լուծում խորագրի ներքո էր, Ալիևի կաբինետի համար արժեցել է ոչ ավելի ոչ պակաս շուրջ 109,000 ռուփի, համարժեք $65,000։ Ծախսել են եվրոպացի, ասիացի, ինչպես նաև մերձավոր արևելքից եկած հյուրերի կեցության, ավելի հետաքրքիր է աուդիովիզուալ արտադրության, բրենդավորման եւ վերադարձի հետ կապված բովանդակության տարածման համար։ Համաժողովից մի քանի օր առաջ ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը, որը կառավարության կողմից ֆինանսավորվող հասարակական միություն է, պայմանագիր էր կնքել Virtual Western Azerbaijan պորտալում պատմողական բովանդակություն տեղադրելու համար, որ համաժողովի քննարկումները հասնեն միջազգային լրատվամիջոցներին։ Լրատվամիջոցը ուսումնասիրել է նաև այս միջոցառման արդյունքները, պնդում են տուն վերադառնալուց հետո եզակի մասնակիցներ են հրապարակայնորեն անդրադարձել համաժողովին, իսկ միջազգային լուսաբանում գրեթե չի եղել։ Միայն Բաքվի քարոզչամեքենան, Ալիևի ուղիղ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն են առանց շունչ քաշելու իրար հերթ տալու պատմել համաժողով կոչվածի մասին։ Ու այսպես, մինչև այսօր պուլսը չեն թուլացնում ադրբեջանագետի գնահատականն է։ Զավթողական հայեցակարգը, որը կոչվում է Արևելյան Ադրբեջանը, շարունակվում է ռոպագանդվել, քարոզվել իրենց հեռուստալինքներով եւ պետական հեռուստալիքով եւ այդ անունը գրող այլ ալիքեր ունեն, այնտեղ որտեղ խոսում են, որ դա իրենց ապական հողն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես շակերտավոր հին ադրբեջանական հող ներկայացնելու քաղաքականությունը հստակ շարունակվում է։ Օրերս հիշենք այդ արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվածի նախագահը, որը համեմատությամբ նաև Ալիևի падգամավորներից է, հայտարարել էր, թե առնվազն 500,000 փախստականի ցուցակ ունեն ձեռքի տակ, այսինքն կես միլիոն ադրբեջանցի, որը կարող է տեղափոխվել Հայաստան։ Ալիևն էլ ասաց, մենք հայերս այդ այսպես կոչված վերադարձից պետք է չվախենանք, ու սա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը առաջարկել է փախստականների հարցը հանել խաղաղության օրակարգից։ Հիմա ինչի մասին է վկայում, որ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական նպատակներից եւ կընկին այդ բեմադրության հետևում կա իրականությունը, որը շատերը մնում են ընկալելու հասկանալ, որովհետեւ հարմար չի դա հասկանալ։ Ահա այսպես այս համապատկերում ենք հայտարարում, թե խաղաղությունն արդեն եկել է։ Բաքուն Հայաստանի տարածքը առանց շունչ քաշելու արևմտյան Ադրբեջան է հռչակում, իսկ մենք ասում ենք, եկել է խաղաղությունը։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը պլանավորում ենք ներդնել 2026-ի հունվարից։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը ընդգծել է, որ համակարգը համընդհանուր կլինի, սակայն ոչ բոլոր ծառայությունները կծածկվեն։ Նախարարը նշել է, որ ապահովագրության փաթեթը ներառում է կարևոր ծառայություններ, հաշվի առնելով սարքավորումներ եւ բուժաշխատողների հնարավորությունները եւ վճարումների տարբերությունը կապված է միայն անձանց խմբերի հետ, որոնց համար վճարելու է պետությունը։ Մինչև 18 տարեկանները 65-ից բարձրերը եւ հաշմանդամություն ունեցող անձինք։
2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 միլիարդ 355,6 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 8,2% աճ։ Մասնավորապես ջեկերի արտադրությունը նվազել է 15,3%-ով, հեկերի արտադրությունն էլ աճել է 29%-ով։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2025-ի առաջին 9 ամիսների ընթացքում 17180 անձի շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվի համեմատ 15,5%-ով ավելի է։ Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը։ Նախորդ տարվա համեմատ էլ այս թիվը ավելի է 10,7%-ով։ 2025-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել Ղարաբաղից բռնի տեղահանված 21916 անձ։ Տվյալները հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է։ Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։ Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը։ Աշխատավարձերի աճն ու գնաճային սպասումները հիմնականում դրսևորում են կայունացման միտումներ։ Անվճար Wi-Fi ցանցերը, ինչպես վկայում են վերջին շրջանում արձանագրված փաստերը, կարող են նաև անասելի թանկ արժանալ դրանից օգտվող օգտատերերի համար։ Առերևույթ պարադոքսալ թվացող այս պնդումը, սակայն ունի իր բացատրությունը։ Պարզվում է, որ հանրային վայրերում մատչելի թվացող ինտերնետը կարող է նաև արջի ծառայություն մատուցել կիբերհանցագործներին, հաճախ դառնալով նրանց հիմնական գործիքը անձնական տվյալներ եւ բանկային տեղեկություն որսալու համար։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկությունը հաճախ անպաշտպան է։ Կիբերհանցագործները կարող են առանց օգտվողի գիտության հասանելիություն ստանալ գաղտնաբառերին, բանկային տվյալներին եւ անձնական տեղեկատվությանը։ Բաց ցանցի միանալու ընթացքում ձեր տվյալները կարող են հեշտությամբ դառնալ դրան սպասող կիբերորսորդների սեփականությունը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել բանկային հավելվածներից եւ առցանց գնումներից, եթե վստահ չեք կապի անվտանգության վրա։ Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց, զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց, օգտվեր VPN ծառայություններից, անջատեք ֆայլերի փոխանակման, AirDrop, File Sharing, Bluetooth եւ այլ ծառայությունները, պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը եւ հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը, հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում, հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով։ Եթե դուք օգտվում եք ցանկացած Wi-Fi ցանցից, լինի դա վճարովի թե անվճար, պիտի գիտենաք, որ սարքը տեղադրողը մեծ հաշվով հանդես է գալիս որպես միջնորդ ձեր ու ինտերնետի միջև։ Եվ նույնիսկ եթե տանն ունեք վճարովի Wi-Fi ծառայություն, ապա պետք է նաև իմանաք, որ սարքը տեղադրող օպերատորը նույնպես մեծ հաշվով կարողանում է տեսնել, թե դուք ինչ կայքեր եք այցելում, ասում է փորձագետն ու հավելում. ինչու մի բանի համար, եթե պետք է գումար վճարել, հանկարծ դարձավ անվճար։ Ուրեմն այստեղ ձրի պանիրը միայն թակարդում է, սկզբունքն է գործում, պարզ է, որ փոխարենը պետք է որևէ բան ստանան։ Միշտ եղել են նաև չարագործներ, ովքեր ստեղծել են այսպես կոչված կեղծ Wi-Fi-ներ, կամ անվճար Wi-Fi-ներ, որոնց մարդիկ ուրախ միացել են այն նպատակով, որպեսզի որպես միջնորդ փորձեն ինչ-որ օգուտ ստանալ։ Օրինակ հանդես գալ որպես արանքում գտնելով ձեր եւ ինտերնետի, հետևացնել, որ օրինակ իրենց ձեր բանկային հավելվածներ ստանալ ձեր բանկային տվյալները։ Որ դուք փորձում եք գտնել ձեր բանկին, բայց իրականում բարձր որ գտնել եք միջնորդի ստեղծած կեղծ կայքի եւ այդտեղ այսպեսով նրանց փոխանցել եք ձեր բանկային գաղտնաբառը։ Կիբերհանցագործները կարող են հեշտությամբ ստանալ մեյլի գաղտնաբառը, ասում է Պապյանն ու պարզաբանում։ Միշտ ինչ-որ պահի հնարավոր է ձեր գաղտնաբառը մուտքագրել կեղծ Wi-Fi-ը ստեղծողի մոտ։ Նա էլ գաղտնաբառը գողանալուց հետո միայն ձեզ թույլ կտա իսկական մեյլի հնարավորություն ունենալ։ Այդ ընթացքում իհարկե ստանալով ձեր իրական գաղտնաբառն ու մուտքային տվյալները։ Կիբերհանցագործների կողմից այս օպերացիան կոչվում է մեքենան մեջտեղում, ասում է անվտանգության փորձագետն ու դրանից պաշտպանվելու տարբերակներ առաջարկում։ Առաջինը պետք է ուշադիր լինել, ճշտել այն կայքը, որին միանում եք, արդյոք գաղտնագրված է։ Հաջորդը, որը կարող եք պաշտպանել, այսպես կոչված VPN-ն է, վիրտուալ գաղտնի ցանցը, երբ մինչև որևէ ինտերնետի միանալը միանում եք VPN-ին, ու այդ ընթացքում անգամ կարևոր չէ Wi-Fi ցանցից օգտվել եք թե ոչ։ Դրանցից դուրս գալուց հետո միայն կարելի է միանալ այն կայքերին, որն անհրաժեշտ է, բայց նաև այս դեպքում չի կարելի պնդել, թե դրանցից ապահովագրված եք։ Ամեն VPN չէ, որ վստահելի է, նախկինում անգամ վճարովի VPN-ի դեպքում էլ են եղել մեծ սկանդալներ։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Հայփոստ փակbaşնետիրական ընկերության միջոցով Իսպանիայից Հայաստան ներմուծված առաքանիներում հայտնաբերել են կոկային թմրամիջոցներ ընդհանուր 428 գրամ քաշով։ Ձերբակալվել են Հայաստանի 4 քաղաքացի, որոնցից 3-ին կալանավորել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրը ժամանակավորապես տեղափոխվել են Հով երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջության սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հրատապ նիստ էր հրավիրվել Ճամբարակի համայնքապետարանում։ Քննարկվել են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում Տիգրանի քրոջ եւ եղբայրների հետագա խնամքի հարցը։ Նոյեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ 32-ամյա հայկը Նիսանով աշտարակի խճուղում վրաերթի ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող 64-ամյա Վարդանին։ Նա մոտ 100 մետր շպրտվել ու տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։ Նրան դեպքի վայրում իրենց հսկողության տակ են վերցրել տեղում ծառայություն կատարող ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի բարեկները։ Ի դեպ գծանշում կատարող աշխատակիցները անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնները պահպանել էին, տեղադրել էին բոլոր նշանները։ Ակնհայտ է, որ վարորդը եղել է բավականին արագ, հակառակ դեպքում նման պատկեր տեղի չէ ունենա, գծանշում կատարողներն էլ անվտանգության անհրաժեշտ բոլոր պայմանները պահել էին, այդպես են նշում դեպքի վայրում հավաքված մահացածի գործընկերները, նաև երևում է ցուցանակները տեղադրված։ Նոյեմբերի 1-ին Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրում բախվել են BMW-ն ու Nissan Versa-ն։ Վերջինի վարորդը տեղում մահացել է կամ 1 վիրավոր։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Մի պահ իրավիճակը այստեղ բավականին լարված էր, բարեբախտաբար բարեկներին եւ Մասիսի ոստիկաններին հաջողվեց իրավիճակը վերցնել իրենց հսկողության տակ, դրքերը հանդարտվեցին։ Նոյեմբերի 2-ին Աբովյան քաղաքից դեպի Նորհաճ ընտանող ճանապարհին բախվել են Մերսեդեսը եւ ջիպը։ Մերսեդեսը հայտնվել է Ճամփեզրին տեղադրված երկաթե պատնեշի վրա, իսկ ջիպը բախվել է երկաթե պատնեշին, շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է։ 6 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած փրկարարները։ Օպերատիվ են գործել նաեւ Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին մեքենաներից դուրս են բերել փրկարարները։ Բժիշկներն էլ նրանց մինչև Աբովյանի եւ Երևանի տարբեր հիվանդանոցներ տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Միշտ որ ասում ենք ճանապարհներին տեղադրեք պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներ, դրա համար ենք ասում։ Եթե արգելապատնեշը չլիներ, ավտոմեքենան կգլորվեր ձորը, որը մոտ մի 10 մետր կլինի, չէ՞ ժողովուրդ, որը 10 մետր կլինի խորությունը եւ կան հսկայական քարեր, դրա համար ենք հարգելի ճանշին։ Նոյեմբերի 2-ին Սպիտակ խոշորացված համայնքի Նորխաչկապ բնակավայրի տարածքում բախվել են Մազդան ու Օփելը։ 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Սպիտակի Հրշեջ փրկարարական ջոկատի Հրշեջ փրկարարները, Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Օպերատիվ են գործել նաև ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ Նոյեմբերի 1-ին Արամյուս գյուղի Տիգրանաձորի խճուղում բախվել են Տոյոտան ու Բեռնատար գազելը։ 1 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Նոյեմբերի 1-ին Մայրաքաղաքում Կոմիտասի Պողոտա վրացական փողոց խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Opel-ը։ 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել Վթարի հարևանությամբ գործող գյուղ մթերքի խանութի աշխատակիցները եւ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Բժիշկները վիրավորներին միջև հիվանդանոցներ տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Ինչու է շտապօգնությանը սպասելը երբեմն դառնում կյանքի ու մահվան հարց։ Սոցիալական ցանցերում կրկին բողոքներ են շտապօգնության համակարգի անարդյունավետության մասին։ Արաքսիայի կանչից հետո շտապօգնությունը ժամանել է շուրջ կես ժամ ուշացումով։ Ուրբաթ է կարիք եղել Քերու Դերենիկ Օհանյանի համար շտապօգնություն կանչել։ 16:18 զանգել է, զգացել ուշանում են, երկրորդ անգամ է փորձել ու ընկալուչում տևական ժամանակ լսել է։ Զանգը սպասման մեջ է։ Իսկ ավելի ուշ հարցին թե որքան պետք է սպասեն, պատասխանել են չգիտենք։ Հարցրել են ունեն մոտոցիկլետով ծառայություն, որ գոնե դրանից օգտվեն շտապօգնության աշխատակիցն ի պատասխան էլի ասել է չգիտենք։ Հիվանդը վերակենդանացման բաժանմունքում թթվածնով, հետևաբար ամեն մի վայրկյանը, ամեն մի րոպեն թանկ է քաղաքացու կյանքի եւ առողջության համար։ Իմ համար անընդունելի է, երբ մարդը մի անգամ օրը կանչ տա, միշտ։ Շատերը համակարծիչ չեն, իմ այդ գործելավոճի հետ, որ որոշել է, որ չգնան, չսպասարկեն, մինչև իրանց անհարմարություն տանք, որ հասկանան։ Սովորեն, որ ուղղակի կանչ տան, իրանց ճնշումը չափեն, իրանց ճնշում իջացնող դեղորայքը ներարկեն, իրանց շաքարը ստուգեն։ Իրանք միշտ տարիների վեր ամեն աստծո կանչ են տվել այդ process-ների համար։ Հիմա ես էլ ասում եմ, եթե դուք ունեք բուժման կարիք, այս նոր չի էլի, արդեն ես մի 5 ամիս է։ Շտապօգնությունն ինչպես է որոշում մարդն ունի քրոնիկ հիվանդություն, թե ոչ, ըստ դրա գան, թե ոչ, կամ եթե նույնիսկ հենց քրոնիկ հիվանդ է, ուրեմն առողջապահության ոլորտի փորձագետն անընդունելի է համարում երևույթը հիվանդի մոտ սրացման փուլ է եղել։ Հետևաբար այս դեպքում եղել է ախտորոշման կողմնորոշման խնդիր։ Այն, որ մարդը ունի քրոնիկ հիվանդություն, դա դեռ չի նշանակում, որ նա սրացման փուլում չէ եւ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի։ Իսկ ինչ է կատարվում առողջապահության նախարարության կողմից ակտիվ ռեֆորմի ենթարկվող մարզային շտապօգնության ծառայությունում։ Facebook-յան օգտատեր Լիլիթ Մարգարյանը գրում է. «Ալավերդիում շտապօգնություն կանչելը մի ամբողջ բյուրոկրատական սարսափ է։ Նախ պետք է զանգարել Երևան, հետո Վանաձոր եւ միայն դրանից հետո, եթե դեռ կենթանի ես, տեղեկությունը կհասնի Ալավերդի։ Այս շղթան նվազագույնը 40-ից 45 րոպե է տևում, իսկ եթե համացանց չկա կամ պլանշետն է անսարք, հարկավոր է սպասել ավելի երկար»։ 2 օր առաջ 70-ամյա տատիկի համար կանչ էինք գրանցել։ Նա բժշկական կենտրոնից հեռու էր ընդամենը 600 մետր, սակայն չէր կարողանում քայլել։ Կանչից մոտ 20 րոպե անց մենք ինքներս մոտեցանք Ալավերդու բժշկական կենտրոն, հասկանալու թե ինչու չեն արձագանքում մեր կանչին։ Այնտեղ մեզ հրամցրին իրենց պլանշետը ու հայտարարեցին, որ համացանցի խնդիր կա, չենք կարող ոչինչ անել։ Առողջապահության նախարարությունից չեն հերքում, որ ուշացումներ մարզերում կարող են լինել, բայց ասում են իրենց չեն բողոքել։ Գոյություն ունի չափորոշիչներ, դերասահմանում ժամանակի առումով շտապօգնության մեքենան պարտավոր է հասնել դեպքի վայր։ Ոլորտի բյուջեն ավելանում է սպասարկման որակի հետ։ Ինչ է լինելու մարզային շտապօգնության ծառայությունը, երբ շտապ տեղ կհասնի, պաշտոնական պերմանենտ պատասխանը ռեֆորմ ընթացքի մեջ է։ Սևան քաղաքի գործարանային փողոցում հակասանիտարական վիճակ է։ Տարբեր հատվածներում կենցաղային ու շինարարական աղբ է լցված, ինչի պատճառով ամենուր գարշահոտ է։ Ամբողջ տարածքը աղբի մեջ կորած է, գարշահոտ վիճակ։ Հետաքրքիր է, որ մի քանի մոտ 1 կիլոմետր այն կողմ Սևանի քաղաքապետարանն է, արդյոք սա չեն նկատել Սևանի քաղաքապետարանում։ Խոշոր եղջերավարություններն ու ոչխարներն են արածում, գան արածելով գան մտնեն այս աղբի մեջ։ Ընդհանուր առմամբ պաղպակույտերի հեղինակները հենց քաղաքացիներն են, բայց խնդիրը պետք է Սևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում լինի։ Տարածքը գարշահոտից ու աղբից պետք է անհապաղ մաքրել։ Միայն այս հատվածում չի, տարբեր տեղեր տեսնում եք։ Ու որպեսզի բնակիչներն այլևս այդ հատվածում իրենց ուզած ժամանակ աղբը չթափեն, քաղաքապետարանը վերահսկողություն պետք է սահմանի, տեսախցիկներ տեղադրվեն։ Միգուցե դրանից հետո բնակիչներն այլևս այդ քայլին չդիմեն։